Գոյամարտ հեռուստասերիալի այսօրվա դրվագն ուղղակի ապշեցուցիչ էր իր էմոցիոնալ տատանումներով։ Մենք ականատես եղանք և անմարդկային դաժանության ու ողբերգության, և երկար սպասված գաղտնիքների բացահայտման, և իհարկե աննկարագրելի գեղեցիկ ու ռոմանտիկ մի ավարտի։ Եկեք միասին վերլուծենք այս խճճված իրադարձություններն ու հասկանանք, թե ուր են տանում այս ճակատագրական խաչմերուկները։ Սկսենք սերիայի ամենադաժան ու շոկային զարգացումից։ Ավոն, հավաքելով իր վերջին ուժերը, եկել էր Դավիթ պապիկի տուն, նպատակ ունենալով վերջապես բացել արյունոտ անցյալի փակագծերն ու հայտնել եղբոր մահվան ճշմարտությունը։ Սակայն խոսակցությունն այնպիսի անսպասելի հունով է ընթանում, որ Ավոն կորցնում է պահն ու չի կարողանում արտասանել գլխավոր բառերը։ Նա հեռանում է ինքն իրեն երդվելով, որ վաղ թե ուշ հայրն իմանալու է ճշմարտությունը։ Բայց ճակատագիրն ու Հունանն այլ պլաններ ունեին։ Քիչ անց Ավոն հայտնվում է Հունանի դաժան ճանկերում։ Արամը բռնի ուժով նրան քարշ է տալիս մի լքված շենք, որտեղ էլ իսկական դժոխք է սկսվում։ Հունանը կորցնելով մարդկային վերջին դիմագծերը, բենզին է լցնում Ավոյի վրա և անխղճորեն այրում նրան։ Ավոյի սարսափելի ճիչերն ու օգնության աղերսները ցույց են տալիս, որ Հունանն այլևս հատել է վերադարձի բոլոր հնարավոր կետերը և վերածվել է կատարյալ հրեշի։ Մինչ լքված շենքում կյանքի ու մահվան պայքար է, Դավիթ պապիկի տանը պատմական բացահայտում է տեղի ունենում։ Նրան հյուր է գալիս Վովայի խնամատար մայրը Օլգան։ Այս կնոջ միակ նպատակն է վերջապես հասկանալ, թե ինչպես է ստացվել, որ տասնամյակներ առաջ նորածին Վովան բացարձակ մենակ ու անտեր է մնացել Մոսկվայի հիվանդանոցում։ Դավիթ պապիկի պատասխանը տեղն է գցում գլուխկոտրուկի վերջին կտորները։ Նա պատմում է, որ Ռաֆոյի ողբերգական մահից հետո հենց Ավոն պետք է գնար երեխայի հետևից, սակայն Դավիթը վտարել և ջնջել էր Ավոյին իր կյանքից, իսկ վերջինս էլ անհետացել էր և այլևս չէր հայտնվել մինչև վերջին ամիսները։ Այս դառը խոստովանությունից հետո Օլգան վերջնականապես համոզվում է ամենակարևորում։ Այն տղան, ում ինքը լույս աշխարհ չի բերել, բայց մեծացրել է որպես հարազատ որդու, իրականում Սարգսյանների օրինական արյունն է, Դավիթ պապիկի հարազատ թոռնիկը։ Սա արմատապես փոխելու է Վովայի կարգավիճակն ու դերը այս մեծ ընտանեկան պատերազմում։ Այս ընթացքում Էռնայի կյանքում նույնպես լուրջ տեղաշարժեր են լինում։ Նրան հաջողվում է ստանալ Հունանի ներումը, հաշտվել եղբոր հետ և վերադառնալ իր տուն, որտեղ ապրում էր Ավոյի հետ։ Սակայն մակոնցների տանը գտնվելիս Էռնան ցույց է տալիս իր թունավոր էությունը, սկսելով ավելորդություններ և վիրավորանքներ հնչեցնել Մանանի հասցեին։ Նա բաց տեքստով ասում է, որ կերազեր ընդհանրապես չճանաչել Սարգսյաններին։ Մանանը հայտնվում է կատարյալ շփոթմունքի մեջ։ Նա չի հասկանում այս ատելության բուն պատճառը, քանի որ ոչ ոք բարեհաճություն չի ունենում նրան բացատրելու իրենց ընտանիքների միջև եղած արյունոտ անցյալի ճշմարտությունը։ Խեղճ աղջիկն ապրում է թշնամու որջում, անգամ չգիտակցելով վտանգի իրական չափերը։ Բայց որքան էլ սերիան հագեցած էր ողբերգությամբ ու լարվածությամբ, ավարտը պարզապես հեքիաթային էր։ Մթության մեջ միշտ էլ լույսի շող է հայտնվում։ Լեոն, ի հեճուկս բոլոր արգելքների ու սպառնալիքների, կատարում է իր կյանքի ամենակարևոր քայլը։ Գեղեցիկ ծաղկեփնջով և նրբագեղ մատանիով զինված նա Դավիթի և Նարեի ներկայությամբ ամուսնության անակնկալ առաջարկություն է անում Լեային։ Վերջինս ցնցված է, հուզված ու անչափ շփոթված։ Նա մի պահ քարանում է, չիմանալով ինչ պատասխանել, բայց սերը հաղթում է վախերին, և նա տալիս է իր երկար սպասված համաձայնությունը։ Սիրելի հեռուստադիտողներ, ինչ եք կարծում, արդյոք Ավոն ողջ կմնա այդ սարսափելի հրդեհից հետո, թե սա նրա ճակատագրական վերջն է։ Եվ ինչ ավերիչ փոթորիկ կբարձրացնի Հունանը, երբ տեղեկանա Լեոյի և Լեայի պաշտոնական նշանադրության մասին։ Անպայման կիսվեք ձեր վարկածներով և կանխատեսումներով մեկնաբանություններում։ Մենք անհամբեր սպասում ենք ձեր յուրաքանչյուր կարծիքին։